ասած ապշած եմ։ Տապավորիչ խփնվելու աստիճան զարմացած եմ հրաշագործ կառուցել։ Երկու կարևորագույն լեռների մեջտեղում եւ շուտով եւ այստեղ կանգնեցի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրը, դա կդառնա աշխարհի կենտրոնը։ Ողջույն բոլորին, այսօր բարձրանում ենք Հատիս լեռը, կայսրության տվել ֆիլմի դերասանական կազմով մասնակցություն ունենալու Հիսուսի արձանի կառուցման աշխատանքներին։ Բարի գալուստ Հատիս, մենք այժմ գտնվում ենք 2500 մետր բարձրության վրա, որտեղ շատ շուտով մոտ ապագայում վեր կխոյանա Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձան համալիրը։ Արձանի ու պատվանդանի ընդհանուր բարձրությունը կլինի 101 մետր, որով էլ այն ամբողջ աշխարհում կառանձնանա եւ կլինի միակը։ Ինչպես պարոն Ծառուկյանն է իր խոսքում բազմիցս ասել, արձանը դառնալու է եւ արդեն իսկ դարձել է միասնության, ազգային համերաշխության վերածննդի խորհրդանիշ։ Եվ ամեն օր Հատիս բարձրացող կամավորականների հարյուրավոր խմբերը արդեն իսկ փաստում են այդ մասին, որ մեր ազգը համախմբվել է մեկ գաղափարի շուրջ։ Կարդալով մեր պատմությունը, հայոց պատմությունը, մենք հասկանում ենք, որ երբ հայ ազգը միավորվում է, կարողանում է կերտել իր հերոսական պատմությունը։ Եվ այստեղ շատ շուտով տեղի կունենա այդ հերոսական պատմության ավարտը։ Հավաստագրի ինչ է։ Սերտիֆիկատ ովքեր մասնակցել է այս պատմությանը։ Երկու կարևորագույն լեռների մեջտեղում եւ շուտով եւ այստեղ կանգնեցի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրը, դա կդառնա աշխարհի կենտրոնը։ Զբոսաշրջային համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա կգծվի Հայաստանում եւս մեկ կարևոր կետ եւ ամբողջ աշխարհից հազարավոր զբոսաշրջային հոսք կուղեկցվի դեպի Հայաստան։ Հետո որ սա արի մեջտեղում հետո Արա լեռան, Արագած լեռան եւ Արա լեռան։ Իսկ այս հատվածում կբարձրանանք եւ կտեսնենք Գեղամա լեռնաշղթան է գտնվում եւ Աժդահակ լեռը։ Եվ այստեղի կամարներում ավելի շատ վերևում լույսի գանձականը։ Այնտեղ նաև ցուցադրված է լինելու Աստվածաշունչը 3D մոդելավորման միակ գիրքը ամբողջ աշխարհում, որը չի գրվել մարդկության կողմից, այլ գրվել է Աստծո շնչով։ Ցուցադրված է լինելու 3D մոդելավորմամբ նաև Հիսուս Քրիստոսի փշեպսակը, մեխերը, որ իր ձեռքերն ու ոտքերը գամեցին խաչին։ Այնտեղ Սուրբ Պատարագի խորհուրդ է եւ ինքը հաստատեց Հիսուս Քրիստոսը վերջին ընթրիքի ժամանակ հաստատեց հացը եւ գինին, այս է իմ մարմինը եւ իմ արյունը, 3D մոդելավորմամբ այնտեղ ցուցադրված է լինելու եւ այցելուն կարողանալու եմ տեսնել եւ հասկանալ այդ ամբողջ պատմությունը։ Մենք այնտեղ նաեւ տեսնելու ենք Հայաստանում քրիստոնեությունը տարածած Հադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների վիտրաժային տարբերակները, այս կողքում որ կար այդ նկարը, Մարիամի, Հովսեփի, Գրիգոր Լուսավորչի ու Մորոք Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց։ Տրդատ երրորդ արքայի լուսանկարն է այնտեղ ցուցադրված լինելու։ Մեր կաթողիկոսներից մի քանիսի լուսանկարները, ովքեր ամբողջ պատմության մեջ մեծ ներդրում են ունեցել քրիստոնեության պահպանման, Գևորգ Եսուրենյանցի եւ Քրիմյան հայրիկի։
Էնա Բորիսի։ Չես sense։ Բորիս բերում ես։ Օբո։ Ես ճիշտն ասած ապշած եմ, պատկերացնում էի որոշակի բաներ, չափանիշ, բայց երբ որ ինքդ ես լինում արդեն այստեղ եւ իրական զգում ես հզորությունը այս ամենին, անբացատրելի մի զգացմունք է։ Ես կարող եմ ասել սա երկու մեծ կարևոր ուղղություն է։ Առաջինը հոգևոր, երկրորդը Հայաստանի համար туриզմի մեծ կենտրոն է լինելու։ Եվ կարծում եմ աշխարհից շատ մարդիկ գալու են եւ այստեղ տեսնեն այս ամենը, արձանը եւ Գործը տարեդար գնաց։ Աշխարհում այսպեսի հզոր բառեր կան, ապշեցուցիչ, շշմեցուցիչ, տպավորիչ, բայց ավելի լավ բառեր կան հայերեն, խփնվելու աստիճան զարմացած եմ։ Ես sense բան չէի կարող պատկերացնել։ Հերվից որ նայում ես, ոչ մի բան փոքրիկ բան է երևում, բարձվում է սա պարոն Ծառուկյանի արած ինքնընդհանրապես գիգանտամանիա սիրումը։ Իր այդ հզորություններից ամենահզոր տեսակն է ընտրել, որը իրոք զարմանահրաշ մի բան է, դեռ չավարտած, դեռ այսպես կիսատ, այնպիսի տպավորություն է թողնում, որ մենք շատ հզոր ազգի ներկայացուցիչներ ենք։ Լսելով ինֆորմացիայով չէի պատկերացնում, որ ասած ավելի լուրջ, ավելի ծավալուն գործ է, պատկերացնում եմ ուղղակի արձան Քրիստոսը, որը որ տեսել եք, որ ասել եք, բայց այս տեսակ չէի պատկերացնում, բրավո, շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին այս ամեն ինչի համար։ Լավա, դոշում։ Շատ ողջունելի է, հրաշագործ կառույց է լինելու, Աստվածաշնչում գրված է։ Եթե Տերը չշինե տունը, ապա զուր են աշխատողները։ Բլա ջան, ասեմ, որ շատ հզոր տպավորություն է թողել ինձ վրա այս կառույցը։ Եվ կարծում եմ, որ այս կառույցը ապագայում դառնալու է տուրիստական շատ մեծ գոտի եւ աշխարհի տարբեր ծայրերից բոլորը ձգտելու են գան, տեսնեն այս մոնումենտալ հզորությունը։ Ես արդեն մոտավոր պատկերացնում եմ ինչա դառնալու սա։ Գագիկ Սարգսյան։ Դինա Ինչպես նաև ստացանք հավաստագրեր, որ մասնակցել ենք Հիսուսի արձանի շինարարական աշխատանքներին, կարծում եմ սա պատմական իրադարձություն է, քանի որ տարիներ անց, երբ արդեն պատրաստ կլինի, բոլորով գնայինք եւ կհիանանք այս մեծ կառույցով։